շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ ուրախությունը ձեր ամենօրյա ուղեկցողը լինի։ Գիտեմ, ինչ օրեր եք անցել, բայց ցանկանում եմ, որ կյանքի են լավագույն պահերը դեռ առջևում լինեն։ Անհաջողությունները, որ մենք ունեցել ենք ազգովի, որը կապված է նաև մեր պետության թուլության հետ։ Եթե մենք կարողանանք կերտենք ավելի ուժեղ պետություն, կարծում եմ, որ այս բաժին հասած տխրությունները կփոխարինվեն այն մեր հաղթանակած զգացումներով։ Հարուստ ասել մեր անմահ հերոսներին, մեր խոնարհումը լինի նրանց շիրիմների առաջ եւ հերոսացի մայրերին, եղել ենք առաջնագծում մարտական գործողությունների մասնակից։ Կռվի մեկ դեպքի երազումն։ Ամեն։ Հարգանքներ բոլորին։ Սանտարի ծառայալում որպես գումարտակի բուժակ մասնակցալ մարտերի 17 տարեկան եմ եղել 88 թվականի փետրվարի 13-ից առաջնագծում Մասնակցեցի 90 թվականի պատերազմին 16 թվականին մարտունի 2-ում եմ եղել 20 թվականին եղել եմ Մարտակերտ հիմքում ծառայությունս դեռ շարունակում եմ կամավորական հիմունքներով եւ այսօր ցավում եմ որ մենք գտնվում ենք մեր հանրապետությունը գտնվում է այս վիճակում։ Ես վերջի տան ասում եմ բանակ չի եղել, ոչ չի եղել բանակ։ Չգիտեմ, այս ոնց կարելի է այսքան առածը մեր հայ ազգի այս հաղթանակը հասնել դրի։ Բա ոչ եղել այդքան միլիարդներով, ոնց մնաց Թուրքին։ Մինչև 20 թիվը պաշտպանության բանակն եմ աշխատել հենց շտաբում ու դրանից հետո անորի հետ ռազմետկայը միգրասենյակն ենք եղել։ Պապաս մարտական խաչ, Նեգոցիացիոնը ասպետա։ Ճիշտ է, հայրս դեմ էր, որ ես ծառայեմ։ Մինչև 23 թիվ, մինչև վերջի շունչը ծառայել եմ։ Թողել եմ 3 երեխաներիս գիշերից մոտ։ Մունք ագրեսոր չի գնում, կյանքում։ Հայ ազգը ագրեսոր չի եղել իր պատմության մեջ։ Նա միշտ էլ մարդասեր է եղել, նա միշտ էլ խաղաղասեր է եղել։ Բայց խաղաղությունը ձեր պիրելի հետի հզոր բանակ ապրել։ Մենք խաղաղության կողմնակից, բայց ոչ էս ճանապարհը։ Բա իհարկե։ Եվ ոնց երկից է։ Ոնց ենք տեսնում Հայաստանի ապագան հենց հողի վրա ինչ պետք է անի։ Առաջինը պետք է երկիրը վերականգնի իր տնտեսական ուժը։ Աշխատանքի խնդիրը չլինի առաջնային։ Բացի դրանից երկիրը ունենա իր ռազմարդյունաբերությունը, ինքը ունենա, ուրիշի հույսի չլինի։ Երկրորդը դրանից հետո իր պաշտպանությունը ապահովելն է, երբ որ տնտեսությունդ լավ է, դու ավելի քեզ կարաս լավ պաշտպանություն ցույց տաս։